Մի հատ էլ ամսի 15-ից 20-ի կողմերը մի հատ էլ հավաքվենք, այս անգամ մի հատ էլ գնանք կառավարություն։ Ես չեմ ասում, որ պետք է չանենք, պետք է անենք, պետք է անդադար։ Բայց ես խնդրում եմ ժողովուրդ, նաև մեր ամենօրյա հավաքով 50 հոգով, 100 հոգով կամ 1000 հոգով, նաև ինչ-որ տեղ մենք որակազրկում ենք մեր դրած հարցը։ Առաջարկ կարողներ շատ կան, ճանապարհը փակենք, հա ասեցու քաշավ գրավ, փակենք, նախ չեն թողի փակել, երկրորդը, եթե չեն վախացնում, փաստերն են արձանագրում, եթե եկան, այս մեր աղբորը տարան, 1000 ներողություն, թևերը կանդալին տարան, սրա իր աղբերը կամ հերը չի գալու ասի այս շան տղեր, դուք եք կազմակերպիչը, դուք գնացիք ձեր տները իմ տղուն տարան նստացրել են, դա արի գնա պես։ Մարդու իրավունքներին չենք ասում, նաև դատարան տվել։ Չէ, չենք տալու, նաև մարդու իրավունքների պաշտպանին նաև ասելու են, որ մենք չենք տալիս դատարան, այս պատճառներով։ Եթե մենք տանենք դատարան, կառավարությունը ուրախ կլինի, մենք միանգամից մեզ տանելու ենք սննկացման։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ տանենք նամակը։ Վաղը չէ մյուս օր։ Մենք տարայինք մեկը, հիմա երկեր կազմակերպենք, եթե մենք գնանք տունը գնալով մարելույա, պետք է ամեն օրը հավաքվենք մենք։ Հավաքվենք, հա, հիմա երբ կազմակերպենք, նստածուց անենք, մի բան անենք։ Կա այդ օրը գալու է, այդ օրն է թող ասպասնա այդ օրը գա, բայց մինչև այդ օրը չնստենք։ Չնստենք մինչև այդ օրը, մինչև այդ պահը։ Բայց ով ասում նստի, ասում են վաղը չէ մյուս օրը բոլորով գնանք մարդու իրավունքների պաշտպանի մոտ։ Այդ օրը գալու է, գնալու է, մինչև այդ օրը հենց երկու օր կա։ Սա երբ չի որ այսօր, ակցիա չի որ այսօր հավաքված է։ Մեզ մեր գումարներն ամեն։ Ձեզանից առաջ դիրեկտոր ով նստած է եղել։ Ինձանից առաջ դիրեկտորը փողերը ոնց էր տալու։ Եթե կառավարության հետ նա կապ չունի, ինչի չի կարա կապ ունի, չէ՞ որ կարար տար, չէ՞։ Այո, այդ գումարը լրիվ կարիչու համար մեզ ասեցին, մինչև տարվա վեր ձեր բոլոր գումարները կմարեն։ Իսկ հիմա ինչի չեն մարում, պատճառն ի՞նչ է։